Նախ սա երկրորդ դեպքն է արդեն, որ հայ սակրավորը պայթում է Հայաստանի տարածքում հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ ընդեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Հայ սակրավորների մահը կամեցող այս երևույթը Կալուգացի Սամոյի ցուցակի 11-րդ համարն է։ Քվեարկելով Կալուգացի Սամոյի օգտին, դու քվեարկում ես, որ սա լինի ազգային ժողովի падգամավոր։ Կալուգացի Սամոն այո, իր ցուցակի 10-րդ ու 11-րդ կամ 11-րդ համարը դրել է մեկին, ով հայ սակրավորի մահն է կամենում։ Կալուգացի Սամոն չպետք է անցնի խորհրդարան, ես վստահ եմ, որ ինքը չի անցնելու խորհրդարան։ Իսկ այ ընտրություններից հետո հայ սակրավորները պետք է ականազերծման աշխատանքներ իրականացնեն Կալուգացի Սամոյի ու սրա գլխին։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները այսպես փայլուն երիտասարդներ են։ Հիմա թոշակառուներ են։ Ավել բան չխոսեմ, դա ավել բան չխոսեմ։ Մեծամասն թափած ատամներով Քոչարյանի քաղաքական քյավթարները հիմա էլ վիրավորում են մեր թոշակառուներին։ Այն որ այդ մարդիկ հնարավոր է մնացել են առանց ատամ, դա այդ նույն Քոչարյանի, այս նույն դաշնակների, այն Սերժիկ Սարգսյանի կառավարման արդյունքն է։ Բայց հոգ չէ, այդ մարդիկ արդեն ունեն անվճար առողջության ապահովագրություն, ու ոչ միայն իրենց ատամները, այլ նաև աչքերը, սրտերը ու մյուս բոլոր բժշկական հետազոտությունները կարող են անվճար անցնել ու բուժում ստանալ։ Բայց Քոչարյանն ու իր թայֆան քաղաքական քյավթար կար, քաղաքական քյավթարել մնալու է, այ դա անբուժելի է։ Սա երկրորդ դեպքն է արդեն, որ հայ սակրավորը պայթում է Հայաստանի տարածքում հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ ընդեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Այս աննորմալը Կալուգացու ցուցակի 13-րդ համարն է եւ արտգործնախարարի տեխնացու։ Այս անհայրենիք անամոթները պետք է ստանան 0 քվե։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները այսպես փայլուն երիտասարդներ են։ Հիմա թոշակառուներ են։ Ավել բան չխոսեմ, դա ավել բան չխոսեմ։ Մեծամասն թափած ատամներով, երևում այլի որ կյանքի դժվար կյանքով ապրել, ուրախություն չի տեսել։ Հա, պարոն Խաչատրյան, թոշակառուները, ձեր թողած թոշակառուները եւ ատամ չունեին, եւ սիրտ չէին վիրահատում, եւ աչքը չէր տեսնում, եւ դեղի փող չունեին։ Հիմա փառք Աստծո, անվճար վիրահատություններ են կատարվում, թոշակառուն կարողանում է իրեն թույլ տալ տարբեր ծառայություններից օգտվել։ Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա պարոն Խաչատրյան, վերջին հարցումները ցույց են տալիս, որ բոլոր ուժերի մեջ ամենաբարձր վստահելիությունը երիտասարդների կողմից հենց մեր ուժին է ուղղված։ Սակայն ճիշտ եք ասում մի բան, որ մեր ընտրողների մեջ ավելի մեծ տոկոս են զբաղեցնում հենց ավագ սերնդի ներկայացուցիչները, որովհետև կարծում եմ երիտասարդների մեծ մասը չի տեսել եւ չի ապրել ձեր իշխանավարման օրոք, չի հիշում ձեր մարդակեր քաղաքականությունը, ձեր թալանը եւ բարքերը ձեր օրոք իշխող։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները այսպես փայլուն երիտասարդներ են։ Հիմա թոշակառուներ են։ Ավել բան չխոսեմ, դա ավել բան չխոսեմ։ Մեծամասն թափած ատամներով, երևում այլի որ կյանքի դժվար կյանքով ապրել, ուրախություն չի տեսել։ Արթուր ջան, նախ մեր աջակիցները միայն թոշակառուները չեն, բոլոր սեգմենտներում մեր աջակիցները ավելի շատ են, քան ձեր։ Երկրորդը, իհարկե այդ մարդիկ լավորես չեն տեսել, ուրախորես չեն տեսել։ Եթե իրենց կյանքի մեծ մասը ձեր Քոչարյանն ա եղել, նախագահ ու Սերժ Սարգսյանը, որոնք բառից բուն իմաստով մտել են իրենց գրպանները, վերցրել են իրենց փողը, բյուջեն թալանել են, պատերազմական վիճակ ա եղել անընդհատ, խաղաղություն չի եղել, ինչի՞ պիտի այդ մարդիկ ուրախություն տենային։ Ու մեր պարտքն ենք մենք հիմա համարում, այնպես անել, որ այդ մարդիկ արդեն թոշակի ժամանակ արժանապատիվ կյանք տեսնեն։ Իսկ պատճառը, որ ինչ-որ մարդկանց մոտ ատամները թափած են, այնա կարող է այնա, որ դուք 20 տարի իշխանություն լինելով չեք ապահովել օրինակ համընդհանուր ապահովագրության համակարգ առողջապահության, որը մենք եկել ու արել ենք։ Ու հիմա այն մարդիկ, ովքեր փող չունեին
ավելորդ փող չունեին ատամ սարքելու համար, այդ փողը ծախսում էին ավելի առաջնային առողջապահական ծախսերի համար։ Հիմա այդ առողջապահական ծախսերը կլինեն անվճար, այդ փողը կուղղեն ատամ սարքելու։ Եվ ընդհանրապես, այս ինչ խաշատ է ընդհանրապես մարդկանց վիրավորելու։ Դա դուք չսովորեցիք, որ այդ ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատում։ Մենք բոլորին սիրում ենք, մենք նույնիսկ ձեր ընտրողներին ենք սիրում։ Ձեր ընտրողներին մենք երբեք մեզ թույլ չենք տա վիրավորենք, իրանք մեր քույրերն ու եղբայրներն են, նույնիսկ եթե մեզ ատում են։ Ռոբերտ Քոչարյանի պատգամավոր, պարոն Արթուր Խաչատրյան, այս ինչ ես խոսում, այս ինչ ես ընդհանրապես դու դուրս տալիս։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները այսպես փայլուն երիտասարդներ են։ Հիմա թոշակառուներ են։ Ավել բան չխոսեմ, դա ավել բան չխոսեմ։ Մեծամասամբ թափած ատամներով, երևում այլի որ կյանքի ինչ-որ դժվար կյանքով ապրել, ուրախություն չի տեսել։ Լոնդոնի Իմպերիալ քոլեջում են սովորացրել մարդկանց նկատմամբ նման խտրական վերաբերմունք ունենալ։ Իսկ կարող է այդ թոշակառուները երկար տարիներ ձեր կառավարման շնորհիվ են այդ վիճակում եղել ու հիմա աստիճանաբար եւ ատամներն են սարքում եւ ավելի լավ են ապրում, հա՞։ Խելքներդ հացի հետ եք կերել դուք ընդհանրապես բոլորդ։ Ու հետո էլ ակնկալում եք, որ մեր իմաստուն ժողովուրդը ձեզ ձայն է տալու։ Զրո ձայն սրանց նմաններին։ Լավ լուր այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են զբաղվել տավարաբուծությամբ։ Տոհմային կենդանիներ ձեռք բերելու դեպքում կառավարությունը կսուբսիդավորի արժեքի 50%-ը։ Եթե ցանկանում եք ձեռք բերել վարկային միջոցներով, ապա կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսադրույքը ամբողջությամբ։ Ավելին, առաջին 1.5 տարում մայր գումարը չեք մուծելու։ Մայր գումարը կսկսեք մուծել 1.5 տարի հետո։ Կարող եք ձեռք բերել 1 կենդանուց մինչև 1000 կենդանիներ, ամեն կենդանու համար առավելագույն արժեքը սահմանված է 1.1 միլիոն դրամ եւ իհարկե կարող եք ձեռք բերել ինչպես ներքին շուկայից, այնպես էլ ներկրել Հայաստան։ Մարզերում հյուրանոցներ կառուցողները, վերակառուցողները կստանան աջակցություն պետության կողմից։ Ինչպես գիտեք, Հայաստանում զբոսաշրջային բում է։ Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստան է եկել 34% ավել զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա առաջին 4 ամիսներին։ Եվ կառավարությունը, որպեսզի զարգացնենք նաև զբոսաշրջությունը մարզերում, հետևյալ աջակցության ծրագիրն է ընդունել։ Մենք սուբսիդավորում ենք հյուրանոցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման վարկերի տոկոսադրույքները։ Դրամի դեպքում 8%-ային կետով, արտարժույթի դեպքում 6%-ային կետով։ Վարկի ժամկետն է 36 ամիս։ Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է, այդ մարդիկ այնքան գող են, լսեք, դատարանի որոշումը մտել է ուժի մեջ, որ Գուրոյանի տունը պետական սեփականություն է։ Գիտեք ինչ են արել դրանից հետո։ Գնացել են այդ տնից գողություն են արել եւ հիմա նոր քրեական գործ է հարուցված։ Այսինքն ինչ որ քարեր են ունեցել պատերին, հասկանեք, կադաստրում գրանցված է, որ այդ տունը պետական գույք է։ Տունը պետա Ծառուկյան Գագոն եւ իր փեսեն գնացել են պատերից քարերը պոկել մեր տնից ձեր տնից գողություն են արել այդ եւ հիմա քրեական գործ է հարուցված եւ մի հատ էլ դրա համար են դատվելու պատկերացի կարեցան են իրանց նախկին տունը որ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմ որ բռնագանձվել է դարձել է պետական սեփականություն կադաստրում գրանցվել է պետական սեփականությունը։ Դրանից հետո դե հիմա հովարկաններ հետո չեն գնալու մտնենք էլի։ Դրանից հետո պատերից քարերը պոկել են, գողացել են քարերը, չգիտեմ ինչ ոսկե ջրած ա եղել, ինչ ա եղել, բայց հիմա քրեական գործ ա հարուցած, որովհետև այդ քարը իրանցը չի եղել, այդ քարը ձերն ա եղել, մերն ա եղել, եւ այդ քարերը գողանալու համար կամ քարը կամ չգիտեմ այդքանը ինչ որ մի բան են գողացել, կպսրած տեղից պոկել են։ Դրա համար քրեական գործ ա հարուցված իրանց նկատմամբ։ Ասում եք, վերջին տարիներին ինչ էին անում։ Ձեզ հայտնի շրջանակները, ովքեր հիմա հանդես են գալիս
պատերազմի եռագլուխ կուսակցության տեսքով։ Ասում էին, որ բանակը քանդում են, ասում են, որ երկիրը անպաշտպան է, որ բանակի վրա ոչ մի բան չեն անում, պարտքը ավելացրել են, չգիտեմ, տարել են տներ են առել, շվեյցարական բանկերում են դրել, երեք այդ բոլոր պնդումները իրանց պատասխանը ստացան։ Որովհետև ես էլի եմ ասում, այն ինչ որ երեք մենք ցույց ենք տվել, մենք ցույց ենք ամբողջը բոլորը գործարանային արտադրության։ Այնտեղ մի հատ զինատեսակ չկա, որ ուրիշի ձեռով անցել է եւ նախատեսված չի Հայաստանի Հանրապետության համար։ Բոլորը ինչ որ օտարերկրյա 7 երկրի առնվազն 7 երկրի արտադրած զենք զինամթերք ենք մենք ցույց տվել ձեզ, սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, եւ ես ձեզ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով։ Եվ նոր բանակը դա էներ ինչ որ էթլայրևացող մասն է։ Երեք ես օրվա վերջում բանակի հրամկազմի պաշտպանության նախարարությունում մի փոքր միջոցառում կար, ասում եմ, բա հələ ամենակարևորներից մեկը մենք ամրացված շրջանները չենք կարողացել ցույց տալ։ Տասնյակ ամրացված շրջաններ ենք մենք կառուցել եւ շարունակում ենք կառուցել եւ շարունակելու ենք կառուցել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը եւ մենք այդ ճանապարհին ոտք ենք դնում։ Մեզ ասում էին, մենք բանակը քանդել ենք կամ քանդում ենք։ Ինչի են ասում, որովհետեւ իրանք գիտեին իրանց թողած բանակը, գիտեին, որ դա քանդված վիճակում է այդ բանակը, այդ քանդելու պատասխանատվությունը ուզում էին դնեին մեզ վրա։ Մեզ ասում էին պատերազմ եք արել, պատերազմ եք սադրել, իրանք գիտեին, որ պատերազմ են թողել, պատերազմը թողած հեռացել։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրեմ մի բանի վրա։ 2016 թվականի 4-օրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել։ Այսինքն չի ավարտվել, պարզ չի եղել ինչով է ավարտվել այդ պատերազմը։ Այսինքն հասկանում եք, չէ, որ տեղի ունենում պատերազմ, դադարում է, ինքը պետք է ինչ-որ բանով ավարտվի, որևէ բանով, թուղթ պետք է ստորագրվի, 2016 թվականի պատերազմը ոչ մի թղթով չի ավարտվել։ Հիշում եք, վերջին տարիներին ինչ էին անում ձեզ հայտնի շրջանակները, ովքեր հիմա հանդես են գալիս պատերազմի եռագլուխ կուսակցության տեսքով։ Ասում են, որ բանակը քանդում են, ասում են, որ երկիրը անպաշտպան է, որ բանակի վրա ոչ մի բան չեն անում, պարտքը ավելացրել են, չգիտեմ, տարել են տներ են առել, շվեյցարական բանկերում են դրել, երեք այդ բոլոր պնդումները իրանց պատասխանը ստացան։ Որովհետև ես էլի եմ ասում, այն ինչ որ երեք մենք ցույց ենք տվել, մենք ցույց ենք ամբողջը բոլորը գործարանային արտադրության։ Այնտեղ մի հատ զինատեսակ չկա, որ ուրիշի ձեռով անցել է եւ նախատեսված չի Հայաստանի Հանրապետության համար։ Բոլորը ինչ որ օտարերկրյա 7 երկրի առնվազն 7 երկրի արտադրած զենք զինամթերք ենք մենք ցույց տվել ձեզ, սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, եւ ես ձեզ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով։ Մենք 24 նվին տրվենք ճնշումների եւ գնայի ուրիշ ճանապարհով, մենք այսօր իջևանի կեսը կորցրած ենք ելնելու առնվազը, որովհետեւ այն ինչ որ անում էին, այդ թվում խաչը գոշներից կախած, դա դավադրություն էր Հայաստանի պետության դեմ, դավադրություն է, այսօր էլ խաչով մարդիկ կան, որ դավադրություն են անում, եթե մեկ այդ խաչով մարդկանց հետևից մեր ժողովուրդը գնար, այսօր Իջևանի կեստեղով էր անցնելու սահմանը լավագույն դեպքով, իսկ այսօր Իջևանը ազատ է, այսօր Իջևանը բարեկեցիկ է, այսօր Գանձակարում դպրոց կա, այսօր Կիրանցում դպրոց կա, այսօր Կիրանցի երեխեքը ապրում են առանց անվտանգության մի մտավախության եւ ասում են ով է երաշխավորը, ով է երաշխավորը, ես եմ երաշխավորը, ես երաշխավորը եմ։ Պարոն Փաշինյանը ձեր հետ չի։ Չէ, վարչապետը
Երեք զորահանդես տեսել եք ժողովուրդ, ով է նայ զորահանդեսը, ով է նայ, եւ ինչ տպավորություններ, լծափերով ձեր տպավորությունները արտահայտեք։ Ես կարծում եմ, որ բերդ խոշորացված համայնքի եւ վերին կարմիրախբյուրի եւ մյուս բնակավայրերի բնակիչները շատ են տեսել այս ճանապարհներով ձեզ հայտնի հանգամանքների բերումով գնացող եկող զենքեր, զինամթեր, այն ինչ որ դուք երեք տեսաք։ Երբևէ տեսել եք մեր ճանապարհներով անցել, ստեղով երբևէ տեսել եք, դուք տեսել եք այնտեղ եղածից մենակ մի բան կա, որը տեսել եք։ Մենակ մի բան կա, որը տեսել եք։ Այդ D30 հրանոթն է, D30 հրանոթը, որը եղել է մեր բանակի 91 թվականից, մեր բանակի առանցքային հրետանային միջոցը։ Բայց D30-ի հետ կապված մի հատ զարմանալի փաստ կա, որը ես ուզում եմ ձեզ հետ կիսեմ։ Առաջին անգամ բարձա չէ D30 հրանոթը մեր, այսինքն դուք գիտեք, մեր հրետանու առանցքային միջոցն է։ Բայց առաջին անգամ Հայաստանի բանակը գործարանային արտադրության, այսինքն Զավադսկոյ D30 հրանոթ ստացել է 2023 թվականին։ 2003 այդ D30 հրանոթը հրապարակով անցել է։ Բայց եթե ուշադրություն դարձնեիք, տեսնեիք D30 հրանոթի մենակ ֆիզիկական չափերը եւ մեր նոր հրետանային միջոցի ֆիզիկական չափերը դուք պատկերացում կկազմեիք։ D30-ը օրինակ 15 կիլոմետր է, իր մաքսիմալ հեռավորությունը։ Մենք այնտեղ հրետանիներ ունենք, որ 40 կիլոմետր է խփում, 40 կիլոմետր։ Եվ կախված նաև արկելից եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսօր ճանապարհի ես գալիս եմ Տավուշի մարզում, այսօրվա վերջին քվոտով 1931 16 միլիոնով տուն ասարքվում, ժողովուրդ ջան։ 1931 Այդ քաղաքաշինության կոմիտեի նախագահ ավտոբուսում մեզ հետ է, այստեղ է երևի։ Ես իրան հարցրեցի 1931-ը, այն սովետի վաղտվային հարգանի շենքերը հիշում եք, չէ՞։ Ասեց ստանդարտով 60 հատ այդպիսի շենք ենք մենք սարքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։ Եվ սա ինչի համար ենք անում։ Սա անում ենք, որովհետև մենք ասում ենք ժողովրդի տառապանքի մաքարման փուլը անցել է։ Մանավանդ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը 30 քանի տարի տառապել եք դուք ժողովուրդ ջան։ Հերիքն ինչքան տառապել եք, եկել է ապրելու ժամանակը, եկել է ապրելու կյանքը վայելելու ժամանակը, դրա համար որ մենք ձեզ համար դպրոցներ են կառուցում, ճանապարհ են կառուցում, տներ են կառուցում, որ ապրեք դուք, որ ապրի վերին կարմիր աղբյուրը, ներքին կարմիր աղբյուրը, Մովսեսը, բոլոր բնակավայրերը, ապրելու մասին է։ Եվ այո, մենք բերդ խոշորացված համայնքի համար միլիարդներ ենք դրել ժողովուրդ ջան։ Բերդը մի ճանապարհ ուներ եւ բերդում կար բերդ խոշորացված համայնքում։ Հիշում եմ, ես այն ժամանակ լրագրող էի, թե հետո պատգամավոր էի, նախաձեռնություն կար։ Անվտանգ ճանապարհ բերդի համար։ Քանի տարի է բերդի երիտասարդությունը պահանջել, որ կամ Գանձակարիցակար ճանապարհը կամ Թթուջունավոր ճանապարհը կառուցվի։ Քանի տարի է պահանջել։ Մեզնից ոչ մեկ չի պահանջել, ժողովուրդ ջան, այդտեղ եկեք ասենք։ Ոչ մեկ ցույց չի արել, ասել, վայ, ճանապարհը սարքեք, որովհետև մեր ցույց անելու կարիք չկա։ Ես ձեզնից մեկն եմ, ձեր բոլոր հոգսերը, ցավերը, դարդերը գիտեմ։ Եվ դուք բերդ խոշորացված համայնքը այսօր 2 նոր ճանապարհ ունի, միլիարդներ ենք ծախսել, մենք 5 միլիարդ փող ենք դրել, որ ձեզ համար կառուցենք 2 նոր ճանապարհ։ Տո որ ուզենաք այն կողմով գնաք, ուզենաք այն կողմով գնաք, ուզենաք այն կողմով գնաք։
Նայեք ինչպիսի հասարակ պահվածքով մարդ կարող է լինել Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան։ Պարոն Սիմոնյան, բարև ձեզ։ Բարև բոլորին։ Բարև ժողովուրդ ջան։ Կային ժամանակներ, երբ ոչ մենակ sense մոտիկ կանել, այլ նաև նկարվել չէր կարա լինել, որովհետև ճանապարհին մի 6 անգամ գետին տված կլինեին մեր ժողովուրդ ջան։ Մենք կան արժեքներ, որ պիտի պահպանենք։ Այն ինչ որ կերտել ենք մենք, այ ժողովուրդն սիրում են մեր պաշտոնյաներին։ Այսինքն անմիջականության ուր է մեր ախպերը։ Բարև ձեզ։ Մենք էս ենք կերտել հեղափոխության հետ միասին ու երբեք ոչ մեկին ախպերս ասա որ թույլ չենք տա ժողովրդի իշխանությունը խլել։ Շնորհակալ ենք պարոն Սիմոնյան։ Ժողովուրդ ջան, ու երբևիցե այլևս թույլ չենք տա Հայաստանի Հանրապետությունում գա իշխանություն, ով որ թույլ կտա իրեն սատարողներին, մյուս ուժին սատարողներին անվանակոչել զոմբի կամ հայհոյել կամ նման էլի ինչ որ մի բաներ։ Սիրում եմ հարգում եմ բոլորիդ եղեք միասնական, սա մեր կարևորագույն քայլն է 2026-ին ընտրել 16-ին միանշանակ։ Իսկ հիմա մենք գտնվում ենք Իջևանում, վաղն ենք լինելու Իջևանում։ Մյուս վիդեոներովս կտեղեկացնեմ։ Երեքսորահանդես ինչ տպավորություններ ունեք։ Որ տպավորությունները, չգիտեմ, շատ հիացած էի։ Ինչ էին բանանում, հետո էլ ես չգիտեմ ինչ էս մեր ժողովուրդը չեմ հասկանում։ Նույնիսկ այդ եղած ինչ ցույց տվին, չեմ ասում, ինչ ցույց չեն տվել, որովհետև բաներ կա, պետք չէ էլ որ ամեն հիացած եմ ասում, դեն զենք զինամատեր, հենց ռուսականի համար ասեց, ներկայացրեց, չգիտեմ, ամբողջ հանրապետության հրապարակում լցված են ժողովրդին հիացմունքեր, կամ ընդհանուր ամբողջ ազգը, անկախ ամեն ինչից լավ վարչապետը Նիկոլն է, չգիտեմ, ով է ուզում գա, քիչ բաներ արել մարդիկ, 6 տարվա ընթացքում ընդամենը 20 թվականից հետո, 21 երևի թվականից հետո ավելի շուտ։ Ինչ եք կարծում, բանակը հիմա փոխվել է, նախկինում եւ հիմա տարբերություն զգում եք։ Ոյ դուք խնդրում եմ մենակ ում երեխան ծառայում է նրանցից հարցրեք։ Խնդրում դիմեք հարցրեք ծնողից ու կզարմանաք ինչեր կպատմեն բանակ, կամ երեխեքը գնում ծառայում գալիս են, յուրաքանչյուր ծառայած երեխից հարցրեք։ Ինչ դրան, հետո բացի դա, ճիշտ չի որ արդեն մի տարի, այսա կլռան օգոստոսին մի տարի, լսել եք որ որևէ զինվորի վրա կամ կրակոց ընդհանրապես լսել ենք, այն 21-ի ժամանակներ էր երևի մեր անգամ այդ կրակոցները մինչև այս բաներ վերջացել այս ամենը։ Հիմի ում ինչա պետք, այ ես չգիտեմ, դուք ամուսնացած եք թե չէ, դեռ ոչ։ Դուք կուզեիք որ սահմաններում կրակոցը լիներ, թե ուզեիք, չնայած են ասում են հպարտ, չգիտեմ ինչ խաղաղություն են ուզում։ Դրանց ուզած խաղաղություն ես չեմ հասկանում ինչա։ Ախր պետք չի արդեն պատերազմի թեման նորից բերել գցել ես երկրում։ Մեղք ենք, բավական է 30 տարի